Երեք մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ Նոր-Նորքի թաղապետը Արամ Սարգսյանի կուսակիցը իր տասնյակ աշխատակիցների հետ ծեծի ենթարկեց քաղաքացիական ակտիվիստ Արտուր Չախոյանին։ Բռնության այս խուլիգանական միջադեպին նախորդել էր թաղապետի մեկ այլ խուլիգանական արարք։ Նա հեռախոսով սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել Արտուր Չախոյանի հասցեին։ Հանրային դժգոհությունների ֆոնին Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, թե ինքը կարող է պաշտոնանկ արվել միայն Հանրապետություն կուսակցության որոշմամբ։ Սա այն դեպքում, երբ նա աշխատում է Երևանի քաղաքապետի ենթակայության ներքո, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է։ Տեր-Մարգարյանը ըստ էության հայտարարեց, որ իրենք թքած ունեն ՔՊ-ի վրա։ Այս վարքագիծը տրամաբանական է, քանի որ Երևանում ՔՊ-ն իշխանության է հենց Հանրապետություն կուսակցության հետ գործարքի արդյունքում, եւ ցանկության դեպքում այդ կուսակցությունը կարող է այնպես անել, որ քաղաքային իշխանությունը հայտնվի կոլապսի առաջ։ Արամ Սարգսյանի կուսակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ կուսակցության ներսում վստահ են ՔՊ-ն չի կարող անգամ փորձել ազատվել Նոր-Նորքի թաղապետից, քանի որ դա կնշանակի կոալիցիայի փլուզում Երևանում, ինչը մեծ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ։ Փաշինյանը գլուխը պատին կտա, թե կարող է առանց մեր ցանկության ազատել մեր ներկայացուցչին։ Արամ Զավենիչը շատ խիստ կպատժի ՔՊ-ին, եթե նրանք ընդդիմության պահանջով գնան նման քայլի, ասաց մեր զրուցակիցը։ Վախենում է Փաշինյանը Արամ Զավենիչից, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Ի վերջո, իր թիմակից Վիլեն Գաբրելյանը այս միջադեպից տասնապատիկ ավելի փոքր միջադեպի մասնակից էր եղել, բայց ստիպված եղավ վայր դնել մանդատը։ Եթե նա կարողանում է իր թիմակից падգամավորին պատժել, բայց չի կարողանում պատժել իր թիմակցի ենթակայության տակ աշխատող թաղապետին, ապա դա կնշանակի, որ մեր զրուցակիցը ամեն բան ճիշտ էր փոխանցել։